Все живот выпустите. Դոկտոր Հիվանդի վիճակի մասին կասեք ինչ վնասվածքներ է ստացել վիրահատել։ Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր հարավերական կայանում, ներկայումս վիրասրահում է, կատարվում է վիրաբուժական առաջնային մշակում նեյրոխիրուրգիական առումով։ Ընդունել ենք մոտ 1 ժամ առաջ գինեկոլոգիայի ծննդատնից, որտեղ 3 օր առաջ կատարվել է կեսական հատում, երեխան ծնվել է անհաս, բայց ամեն ինչ արմակյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքը տեղի ունեցել այսօր պալատում ամուսնու կողմից կարելի ասել գնդակահարվել է հրազենային զենքով, վիրավորված անմիջապես տեղափոխել են մեր հիվանդանոց, կատարվել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ լաբորատոր եւ գործիքային կապե հետազոտություն, գլուխ պարանոց կրծքավանդակ որովայն հայտնաբերվել է բազմաթիվ գնդակային բեկորային վիրավորումներ, նախնական տվյալներով 3 գնդակային վիրավորման հետ գործ ունենք, Որ հատվածներում պարանոց, ուսահոտ, պարանոց եւ ծոծրակային շրջան։ Մի գնդակը ոնց որ թե դուրս եկած է, բայց երկուսը գտնվում են Իրանում եւ հիմա արդեն մեր նեյրովիրաբույժները ընդհանուր բրիգադով աշխատում են առաջի վիրաբուժական մշակումը կատարելու եւ կյանքը փրկելու հետագայում։ Ինչ տեղեկություններ կան, տեղեկացան թե նաեւ ամուսնուն է տեղափոխել, արդեն բայց մնացած։ Չէ, ամուսնուց մենք տեղեկություններ չունենք։ Չի տեղափոխել։ Եվ անուն ազգանունը հստակ կասեք։ Մելինե 88 թիվ ազգանունը կներեք ես բան չեմ խոսել։ Այո։ Իրանության պահությունը հիմա կարակվել է գետը Իսկ պարոն Աբրամյանն այստեղ չի ներկա, պարոն Աբրամյան։ Նախարարները ստեղ տեղյակա անմիջական հսկողության տակ ամեն ինչ արվում է որ Իսկ նախնական կարող եք պատճառների մասին ասել, ինչ հանգամանքներ։ Ի վիճակի է խոսելու։ Ոչ, նա ինքնական շնչառության տակ վիրասրահում։ Իսկ այդ բանը երեխան այնտեղ եղել է, սենյակում։ Նարկոզի տակ է։ Ինչ Երեխան այնտեղ է եղել է դեպքի ժամանակ։ Չէ, երեխան սենյակում չի։ Սենյակում եղել է ծննդկաններ էլի թե։ Չէ, իմ տվյալներով ոնց որ առանձին պալատ է եղել, առանձին սենյակ։ Պարոն Աբրամյանը կարող է։ Ինքը հաստատ մերակ է եղել, ծնողներ, հարազատներ, աղջկա հարազատներ։ Մեզ չեն Լորջան, չեն եկել։ այս ստեղ չեն։ Կբերեք այդ իրանցան պատմությունը հասկանալու որ մարզը Մարզը եւ ազգանունն է հստակել։ Հա, շնորհակալ։ Մենք չենք տեսել, մենք չենք տեսել։